191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Այսօր անդրադառնալու եմ նախընտրական իրավիճակին եւ Ուժեղ Հայաստան կուսակցության կամ դաշինքի վերջին հանրահավաքի ընդհանրապես այդ քաղաքական ուժի գործունեության այն պարզ պատճառով, որ կարծես թե ընդդիմադիր դաշտում ամենամեծ վարկանիշ ունեցող ուժը հենց իրենք են եւ հասարակության մի պատկառելի հատվածը հենց նրանց հետ է կապում Հայաստան այս իրավիճակից դուրս բերելու հույսերը։ Ես եթե թույլ կտակ կասեմ կխոսեմ այն թեմաներից, որի վերաբերյալ այդ ուժի վերնախավը վստահաբար իրենց ղեկավարությանը չեն ասի այդ բաները, որովհետև հակառակը կասեն ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ փայլուն է, հզոր հանրահավաք էր, չգիտեմ, հուժկու երթ էր, ամեն ինչ ճիշտ է, մեր վարկանիշը, չգիտեմ, արդեն հասել է 140%-ի եւ այլն, չէ, այդպիսի բաներ կասեն, որովհետեւ ինչու պիտի անշարժ գլուխները շարի տակ դնեն, այսպես ասած։ Չէ, իրականում լավ չէր, վատ էր այդ ամենը, բայց խնդիրը նույնիսկ այդ հանրահավաքը չի, որը իսկապես տպավորիչ էր բավականին։ Խնդիրն այն է, որ այդ ուժը պիտի վերջապես հստակ պատասխաներ կամ հանրությանը ցույց տար, թե ի վերջո իրենք ինչպես են ընկալում առաջիկա ընտրությունները ընդհանրապես եւ ինչպես են իրենք պատկերացնում իրենց գործունեությունը, այսինքն իրենք սա ընկալում են որպես բիզնես նախագիծ, թե ընկալում են որպես լուրջ մասնակցություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, բարձր ասած իշխանությունը վերցնելու եւ Հայաստանը այս վիճակից դուրս բերելու շատ կոնկրետ, շատ հստակ այդպիսի հավակնություն եւ ծրագիր։ Իրենք քաղաքական process-ի մեջ են մտնում, թե բիզնես նախագծի մեջ են մտնում եւ միջև հիմա տպավորությունը այնպիսին էր, որ իրենց համար սա ամեն դեպքում ավելի շատ բիզնես նախագիծ է, ցավոք սրտի եւ այդ հանրահավաքն էլ եւս մի անգամ կարծես հիմնավորեց դա։ Ինչու՞։ Տեսեք, այսպիսի հարցեր կան, չէ՞, օրինակ, այդ քաղաքական ուժի նայում ցուցակը առաջին համարը, այսինքն տեսնում եք, իրենց ընտանիքի անդամներ, բիզնես տրամաբանության մեջ սա շատ հասկանալի է։ Դա այդպես է, չեն ուզում, որ բիզնեսը, ֆինանսները ընտանիքի շրջանակներից դուրս գան։ Տեսնում եք, այդ ընտանիքի փաստաբանները, մյուս փաստաբանը, չգիտեմ, բիզնես տրամաբանության տեսանկյունից լրիվ նորմալ է։ Քաղաքական տրամաբանության մեջ դա չի տեղավորվում, որովհետև չէ, մարդիկ իրենց հարցնում են, չէ՞, որ հարգելիներս, բա եթե դուք անգամ ձեր ցուցակի այդ առաջին համարը կամ առաջ մի քանի համարները, որտեղ խոսքը ընդհանրապես մանդատի մասին է, եթե դուք այդ հասարակ մանդատները չեք վստահում ձեր ընտանիքի շրջանակներից դուրս որևէ մեկին, բա ինչպես եք ակնկալում, որ հասարակությունը պիտի պետության ղեկավարումը վստահի ձեզ, եթե դուք ձեր ընտանիքի շրջապատից որևէ մեկին չեք վստահում։ Բայց մեր խնդիրը նույնիսկ միայն սա չի, խնդիրը նաև ուրիշ բան է, տեսեք այդտեղ ընդհանրապես այս երբ որ ասում եմ երկու տրամաբանություն կա, բիզնես տրամաբանություն, որպես բիզնես գործընթաց, բիզնես պրոյեկտ եւ իրական քաղաքական հավակնություն, երկուսն էլ Հայաստանը տեսել է։ Երբ որ դուք մտնում եք այդտեղ որպես բիզնես պրոյեկտ, հասարակությունն էլ ձեզ ընկալում է որպես բիզնեսմեն։ Եվ նրա խոսույթ, նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ հենց այդպես էլ ձևավորվում է որպես բիզնեսմենի, նրանք ասում են մենք ձեզ բոմժ կդարձնենք մինչև տարեվերջ։ Քաղաքական գործչին, պետական գործչին հնարավոր չի բոմժ դարձնել, բոմժ կարող են դարձնել գործարարներին, բիզնեսմեններին։ Եվ այդ երկու տարբերակներն էլ Հայաստանը տեսել է, երբ որ որպես բիզնես պրոյեկտ են մտնում քաղաքականության մեջ եւ որպես լուրջ գաղափարներ, ծրագրեր, ասելիք ունեցող ուժեր են մտնում։ Տեսեք, երևի ամենավառ օրինակը, եթե չեմ սխալվում, 2000 թվականին էր, շատերը կհիշեն, Արկադի Վարդանյան կար, գուցե հիմա էլ կա, գուցե չէ, վստահաբար կա, ինքը 2000 թվականին Ռուսաստանից եկավ Հայաստան, որպես շատ լուրջ մեծահարուստ, ամենադեպս ընկալում է այդպիսին էր, լեգենդները այդպիսին էին, որ շատ լուրջ ֆինանսական կարողություններով,
եկավ այսպես թափով մուտք գործեց Հայաստանի քաղաքական դաշտ, մի քանի հզոր, իսկապես հզոր հանրահավաքներ անցկացրեց, տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։ Հետո այն ժամանակ իշխանությունները պարզապես նրա դեմ քրեական գործ հարուցեցին, սահմանադրությունը բռնությամբ տապալելու ինչ որ հոդված էր կարծեմ, հետո ունեցվածքը խլեցին, արտաքսեցին Հայաստանից։ Էլի այդպիսի ծրագրեր են եղել, բիզնես նախագծեր, Արամ Կարապետյան կար, հիշում եք, Փարաքարը ուզում էր փակել, նա եկել էր լուրջ ֆինանսական կարողություններով, լուրջ հավակնություններով, կարճաժամկետ մեծ ակտիվություն, հետո չգիտեմ էլ հիմա որտեղ է։ Մի խոսքով, այս մոդելը հայտնի է։ Եթե դու մտնում ես որպես բիզնեսմեն, այս ամեն ինչին նայում ես որպես բիզնես ծրագիր, հետևանքները տեսել ենք մի քանի անգամ։ Եվ տեսել ենք հակառակը, երբ որ դու ոչ թե դա բիզնես ես ընկալում, այլ որպես գաղափարախոսություն, ծրագիր եւ ասելիքներ ունես, օրինակ, Ղարաբաղ կոմիտեն, Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղ կոմիտեին կալանավորեցին 6 ամիս, բանտում էին դրանք։ Այդ ընթացքում շարժումը չմարեց, ավելի հզորացավ։ Իրենք որովհետեւ ասելիք կար, գաղափարախոսություն կար, ծրագիր կար, հետևորդներ կային, որոնք հավատում էին դրան։ Բանտից դուրս եկան Հայաստանում հասան իշխանության եւ բազմաթիվ հաջողություններ արձանագրեցին։ Երկրորդ օրինակը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, դա էլ ասելիք ուներ, ճիշտ է, հետո պարզեց որ այդ կեղծ էր, սուտ էր այդ ամեն ինչը, բայց ասելիք կար, նրա թիմակիցներին տարան, կալանավորեցին, շարժումը մարեց նրանից, չէ, ավելի հզորացավ, մի քանի օր հետո դուրս եկան եւ հասան իշխանության։ Սա ինչ եմ ասում այս տարբերակները։ Ուժեղ Հայաստանը լուրջ հանրահավաք է կազմակերպում, Սամվել Կարապետյանի ելույթն են ցուցադրում այնտեղ։ Այսինքն ինչու, որովհետեւ նա տնային կալանքի տակ է, թող դուրս գար տնային կալանքից, գար այդտեղ խոսեր, ինչ պիտի անեն, խափանման միջոցը փոխեին տանեին, բաց նստեցնեին նորից։ Լավ, բայց եթե մարդը վախենում է բանտում հայտնվելուց, բա ո՞նց է պետություն ղեկավարում ենել այս վիճակում գտնվող պետությունը։ Այդպես չի լինում, չէ՞։ Եթե դա անցալում է որպես բիզնես, դա հասկանալի է, այդ մոտեցումը լրիվ նորմալ է, այո, ոչ մի բիզնեսի համար չարժի ինքնակամ գնալ հայտնվել բանտում։ Բայց քաղաքական հավակնությունների համար, լրջագույն հավակնությունների համար, այո, պետք է այդ քայլին գնալ, մարդիկ սա տեսնում են, հասկանում են։ Խոսքը բացարձակապես անձերի մասին չի, խոսքը մոտեցումների մասին է։ Եվ ընդհանրապես հասարակությունը այս ամեն ինչ տեսնում եւ տպավորություն է ստանում, որ քաղաքական այս ուժը իրականում չի եկել իշխանություն լեցնելու։ Եկել են ուղղակի մասնակցել այս ընտրություններին, այսպես ծիճկա դնելու համար, հետո ասեն, վայ, ոնց որ թե չստացվեց, կներեք թողնեն գնան, հա, իհարկե իներցիայով շարունակեն ինչ որ բաներ անել, որովհետեւ այսպես թե այնպես խորհրդանում երևի լուրջ ներկայություն ունենա, բայց միևնույն է, փաստացի դա կլինի, չստացվեց, թողեցինք, գնացինք։ Դա է լինելու։ Եթե ուզում եք այդպես չլինի, հարգելիներս, մի ընկալեք սա որպես բիզնես պրոյեկտ։ Պատրաստվեք տևական, լուրջ պայքարի, ստեղծեք ենթակառուցվածքներ, ոչ թե գրասենյակներ, հա, շքեղ ռեմոնտ արած։ Խոսեք մարդկանց հետ։ Եվ մի մտեք Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հետ թակարդը, երբ որ հասկանալի է, չէ՞ որ նրանց ամբողջ քարոզչությունը հիմնված է խաբեության վրա։ Կեղծ աճեր, կեղծ խաղաղություն, չգիտեմ էսին, պարզ է, չէ՞, բայց ձեր խնդիրը չի նրանից ավելի սիրուն խաբելը, ձեր խնդիրը չի նրանից ավելի գայթակղիչ խոստումներ տալ, առավել եւս որ չեք կարողանալու այդ դաշտում մրցել նրանց հետ։ Ձեր խնդիրն է մարդկանց բացատրելը, որ նրանք սուտ են ասում։ Ձեր խնդիրն է թույլ չտալը, որ նրանք իշխանությունները խաբեն ժողովրդին։ Ստեղծեք այդ ենթակառուցվածքները, պատրաստվեք տևական, լուրջ քաղաքական պայքարի, որը կարող է տևել տարիներ։ Նիկոլ Փաշինյանը քանի տարի պայքարեց, այնպես չէ, ինչ որ տեղից հայտնվեց, եկավ, կամաց պայքարելով եկավ։ Ստեղծեք դրանք, որպեսզի այնպես չստացի, որ ընտրությունից հետո ասեք թողնելու են գնանք, նրանք իմիջիալից թույլ չեն տալու այդպես հեշտորեն թողնենք գնանք։ Ամենայն դեպս առնվազն Հայաստանում ինչ ունեք, չունեք,
Հատ առ հատ կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, նրանք վերցնելու են, նրանք դրա ձևերը գիտեն։ Եթե չեք ուզում այդպես լինի, մի պահեք ձեզ բիզնես պրոյեկտ իրականացնողների պես, ձեզ պահեք քաղաքական ուժի պես, էլ եմ ասում, որովհետև բոմժ դարձնում են բիզնեսմեններին, քաղաքական եւ պետական գործիչներին բոմժ չեն դարձնում, հնարավոր չի դա։ Առավել եւս եթե դուք ունեք ասելիք, ունեք գաղափարախոսություն եւ ունեք ենթակառուցվածքներ, մի վախեցեք բանկում հայտնվելուց։ Եթե դուք այդ ամեն ինչը ունեք, բանկում գտնվելու ժամանակ շարժումը ավելի հզորանալու է։ Եթե դուք չունեք, հայտնվելու եք բանկում, հետո դուրս եք գալու թաքուն, մի օր գիշերով տեսնող չլինի, հեռանալու եք երկրից, տանելով այն ունեցվածքը կամ մնացորդները, որոնք այս իշխանությունները ձեզ կթողնեն մեծահոգաբար։ Այնպես որ իհարկե դեռևս ժամանակ կա, այնպես չի որ ամեն ինչ անհույս է, բայց ես ասում եմ զուտ նրա համար, որ ել եմ ասում հասարակության մի պատկառելի հատված հույսը կապում է ձեզ հետ, այդ ուժի հետ է հույսը կապում։ Դրա համար պատասխանատվություն պիտի ունենալ այդ վստահաբար 100,000-ավոր մարդկանց առաջ, ովքեր ձեզ հետ հույս են կապում։ Եվ ոչ թե սա ընկալել որպես բիզնես պրոյեկտ եւ առավել եւս որպես ընտանեկան կապալ։ Մարդիկ դա տեսնում են, չեն հասկանում։ Շարունակեք այդպես անել, կորցնելու եք նաեւ այն վարկանիշը, որը դեռևս ունեք, ընդ որում դեռևս բավականաչափ բարձր ունենք։ Ձեզանից է կախված լինելու այդ վարկանիշը ինչ ընտրություններ կբարձրանա, թե կիչնի։ Իսկ այսօր այսքանը կհանդիպենք։